ին վարդապետությունը ամուր կարճած մնա, բայց դու ինչը լինի, ին վարդապետությունը կարճած մնա։ Տեսեք Պողոս առաքյալը Հիսուսի 12 առաքյալների մեջ կար։ Ոչ, չէ, ինքը հակառակը փարիսեցի էր, հալածում էր քրիստոնյաներին, որտեղ հանդիպեց ինքը Հիսուս Քրիստոսին, Դամասկոսի ճանապարհին, չէ, որ գնում էր Հիսուսին հավատացող մարդկանց ձերբակալել բերեր, այնտեղ հանդիպեց Հիսուսին։ Ուրեմն Պողոս առաքյալը ինքը իր ուսուցումը, իր վարդապետությունը ստացավ Հիսուս Քրիստոսին, ինչ որ ինքը գիտի, ինչ որ ինքը քարոզում է, այս ամենը Պողոս առաքյալը ստացել է Հիսուս Քրիստոսից, եւ Հիսուս Քրիստոսով ստացածը Պողոս առաքյալը փոխում է մեզ։ Հիմա որ ասենք Պողոս առաքյալը այսպես ասեց, մենք պիտի հասկանանք, որ Պողոս առաքյալի միջոցով Հիսուս մեզ այդպես ասեց։ Օրինակի համար, երբ որ Ադամն ու Եվանը չէ Աստծուց լսեցին, որ չպիտի ուտես, բայց կերան, չէ, չպահեցին Աստծո խոսքը։ Հիմա Պողոս առաքյալը Հիսուսից լսեց եւ փոխանցում է Հիսուսի խոսքը մեզ։ Ինքն ինչ որ հիմա այստեղ Պողոս առաքյալը իր անունով ասում է, մենք փոխաբերական իմաստով պիտի հասկանանք, որ Պողոս առաքյալի միջոցով Հիսուս Քրիստոսը մեզ խոսում։ Ինչու է ասում ին վարդապետությունը, ճշմարտությունը պահի, կարճած մնա։ Մենք միշտ խոսում ենք, որ 301 թվականին աշխարհում առաջինը մենք ենք քրիստոնեություն ընդունել, բայց այսօր ցավոք սրտի մենք ամենտեղ գնում ենք գուշակների թուղթ ու գիրու սխալ ուսուցություն հետևից գնում ենք, այսինքն մեր ունեցած վարդապետությունը, այն ինչը որ մեր հայրերը պահել են, պահպանել են, փոխանցել են մեզ, մենք ամուր չենք պահում։ Երեք Ղևոնդյանց քահանաների հիշատակության օրը, չէ, Ղևոնդ երեցի գլխավորությամբ վաղը Վարդանանց տոնն է։ Այսինքն 5-րդ դարում, երբ որ վտանգված էր մեր հավատքը, Պարսից թագավորը ուզում էր որ հայ ժողովուրդը դավանափոխ լինի, հրաժարվեր քրիստոնեությունից, ընդուներ զրադաշտական կրոնը, ինչ պատասխանեց հայ ազգը հասկերտին, որ այս հավատքից մեզ ոչ հրեշտակները, ոչ ջուրը, ոչ սուրը, ոչ կրակը չեն կարող մեզ բաժանել այս հավատքից։ Այսինքն այս հավատքը, որ մենք ունենք, հավատում ենք, տեսեք 150 տարվա քրիստոնյա ենք մենք այդ ժամանակ, այսպես պատասխան են գրում, որ այս հավատքից մեզ ոչ ոք չի կարող բաժանել։ Այսօր չկա այդ տեսանելի չար, որ մեզի ստիպում են բացայ, որ մենք հրաժարվենք քրիստոնեությունից, դարի ընթացքում շատ եղել, բայց այսօր ինչ տեսքով ենք հրաժարվում հաճույքների մեղքին, երբ որ մեղքը գալիս մը Քրիստոսից հրաժարվի, քո կյանքը պիտի փոխեմ, ավելին պիտի դարձնեմ, մենք փոխում ենք։ Եվ այսօր շատ հաճախ տեսնում եմ, որ մարդիկ ասում են, ես աթեիստ եմ, Աստծուն չեմ հավատում, Աստված գոյություն չունի, ամենավատ բանը Աստծուն հավատալն է։ Եվ ամբողջ սատանայի պայքարն է սա, որ մարդը հեռանա։ Եվ դրա համար Պողոս առաքյալը, երբ որ ասում է ամուր կարճացման այդ վարդապետությունը, ուզում ասի ամուր պահիր քո հավատքը այս սուր գրքով ինչ որ ստացել ես, ինչ որ Քրիստոս քեզ փոխանցել է, այս ամենը ամուր պահիր, որպեսզի քո զավակին էլ փոխանցես, քո զավակների զավակին փոխանցի, որպեսզի որպես հոգևոր մարդ մենք մեր դիմագիծը չկորցնենք։